Քաղաքը առանց այսպես եթե տեղայնացնենք իր պոետը պետք է ունենա։ Իր ամեն ինչը, իր պատմաբանը, իր տարեգիրը, իր խենթը, իր չգիտեմ եւ այլն եւ իր պոետը պետք է ունենա քաղաքը։ Եվ հիմա մեր ժամանակում նույնպես պոետը ապրում է իր բանաստեղծական խոսքն ասում, չգիտեմ, ժամանակն այնպեսին է, որ քիչ է տեղ հասնում կամ լավ չի տեղ հասնում, բայց այնուամենայնիվ լավ գիրը միշտ տեղ է հասնում, պոետ ծնվում է կամ եւ ես իմ գործն եմ անում, որևէ մեկին նեղանալու կարիքը չունեմ, քիչ են կարդում կամ շատ են կարդում կամ դրա համար չեն վարձատրում եւ այլն, ես չեզում մի արա, բայց չեմ կարող չանել, որովհետեւ դա իմ կենսակերպն է։ Բանաստեղծից հանրության, հասարակության մեջ ակնկալիքները, սպասելիքները արդյոք ավելի շատ չեն, քան մեր օրերում են, որպեսզի հերոսների եւ հակահերոսների դիսբալանսը մի փոքր կարգավորվի։ Թե նման հարց դրված չի։ Հաճախ մենք լսում ենք, բանաստեղծը թող իր բանաստեղծությունը գրի ուրիշ բան չանի, հա։ Չգիտեմ, այլ բաների չխառնվի եւ այլն։ Չէ, այդպես չի։ Հոգեվորականը թող իր աղոթքն անի, չէ՞։ Այո, այդպես չի իրականում։ Բանաստեղծը առաջնորդին տրիբուն է։ Ինքը խոսափող է։ Երբ բանաստեղծը խոսում է, ուրեմն ժամանակի լեզվով է խոսում։ Ժամանակի հետ ու ժամանակի համար է հասարակության նաև տրիբունն է։ Մենք բան չլինենք, երբեմն մեղադրում են համեմատվելու մեջ մեծերից, որ օրինակ են բերում, բայց օրինակը պետք է մեծերից բերենք։ Թումանյանն իր ժամանակն էր։ Թումանյանն իր ժամանակի տրիբունն էր։ Հասարակությունը եւ ճիշտ ասում, իսկույն են մեր պոետները, մեր մտավորականները, մեր հոգեվորականները։ Եղել է ինչ որ մի հատված ձեր աշխատություններում, որ չընկալված, չհասկացված լինելու վախ լինի։ Եթե այո, եղել է, դուք դրանք խմբագրել եք, թե այդուհանդերձ դրանք հրապարակման եք ուղարկել։ Եթե չի եղել, սա ինչի նշան է։ Դուք վստահ եք, որ համ գրողն է պատասխանատու վերաբերում, համ կարդացողն ու ընկալողը արդյոք։ Ի վերջո մեր մեծերը, ես այսպես մի խոսք ասեմ, մեռել են մեր ժողովրդի դառնից։ Թումանյանը 54 տարի ապրել։ Մի ջահել մարդ, նայ մեզ ծերունական բան։ Ինքը տարապում էր, որ չի կարողանում այդ պատասխանատվությունն ուներ, տեղ հասնել մարդկանց ընկալել։ 21 թվականին գրում է, ասում է Թումանյանի պես հրաշք մարդ, ասում է Իսահակյանին, այդքան ավերներից հետո ոչ ոք չզղջաց, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Միքելանջելոն ինչ արեց։ Ինկվիզիցիայի դարաշրջանում Դավթին, Աստվածաշնչյան, բոլորովին մերկ քանդակեց, դրեց ընդամենը նրա վրակար իր պարսատիկը, որով Գողիաթին սպանեց։ Եվ դարձավ համաշխարհային։ Այո, ծայրից այլ մերկ, մորը մերկ։ Այդ ինկվիզիցիայի շրջանում հետ որ որևէ մեկը չեկավ ասել, այս ինչ անառակ քանդակ ես արել։ Ասենք բոլոր ամոթալի տեղերը ցուցուն կերպով քանդակել են։ Այո, ընդգծված էր։ Դա այսօր կարող են պատվիրել իշխանությունները իրենց մտածողության, որ փորձում են, ասում են մենք ֆինանսավորելու ենք այն մշակութային նախագծերը, որոնց մեջ չկա վրեժի բորբոքում եւ չկա պատերազմի կոչ եւ այլն կամ պատերազմ չի հրահարում։ Հիմա եկեք հասկանանք դրանք որն եք համարում, ոնց չէ։ Եվ չէր կարող լինել ժամանակի պարտադրանքով ուրիշ ձևով ասենք վերևներից ինձ ոչինչ չի անում։ Մեկ որ ինձ ասում են, ասում եմ ես պատվեր չեմ ընդունում։ Բայց քիչ առաջ ասացի, եթե այնպեսի առաջարկը ինձ հարազատ լինի, եղել է առաջարկել են այս թեմայով էս ասնեմ շատ հարազատ ես կգրեմ։ Բայց այնքան էլ լավ չենք գրել, որտեղ մեր Թումանյանից հետո մենք հաճախ ու երբեմն հիմար կգոյենք եղայնովից։ Հիմա ես ոնց դառնամ ուրիշ մի բան, այսինքն բույսի վերածվեմ, իմ ազգային խորհրդանիշը, իմ սրբությունը, որ եկել է հազարամյակներով իմ Արարատ լեռն է։ Հարգելի հետևորդներ, ողջույն, 24 News-ի եթերում Կոմպասիս Մորալիս հաղորդումն է, մեր հյուրը հայտնի բանաստեղծ Հուսիկ Արան է։ Ողջույն Հուսիկ։
Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեր ծանրաբեռնված առօրյայում մեր համար ժամանակ գտնելու եւ այցելելու համար։ Ես ու շնորհակալ եմ հրավերի համար։ Մեծ հույս ունենք այսօր երկուսով առանձնացնել են խութերը, առանձնացնել են հիմնահարցերը, որոնք որ կարող են տեղ գտնել բանաստեղծի, արվեստագետի, մտավորականի առօրյայում եւ մտածողության դաշտում։ Ես կուզենայի մենք մեր զրույցը սկսենք հետեւյալ հարցով. Ինչ է նշանակում 21-րդ դարում այս շուկայական հարաբերություններում լինել բանաստեղծ։ Եվ ինչպիսին են մերօրյա բանաստեղծից ակնկալիքները։ Խնդրեմ։ Ուրեմն նախ ասեմ, որ բանաստեղծ միշտ եղել է, կարելի ասել աշխարհի սկզբից, մարդկան սկզբնավորումից, ու բանաստեղծ լինելու է մինչև աշխարհի վերջը։ Իհարկե Աստված դա աշխարհը հավերժ լինի, աշխարհի վերջ չգա։ Ինչու բանաստեղծական խոսքը մարդու ներքին հոգեկերտվածքի մասն է կազմում, գուցեև հիմնական մասն է կազմում։ Ինքը աշխարհին ամեն մարդ անկախ իր մասնագիտությունից, անկախ իր էմոցիոնալ կամ չոր բնավորության հատկություններ ունենալուց, ինքը երբեմն կամ պարբերաբար կյանքին աշխարհին նայում է բանաստեղծորեն։ Ուրեմն այս պոեզիա ասածը, բանաստեղծությունն ասածը, որ կարող է երգի տեսքով լինել, կարող է մի խոսքի, հայացքի եւ այլնի տեսքով լինել, միշտ լինելու է։ Այլ է, ասենք, դարերի մեջ բանաստեղծի կամ բանաստեղծության անցալումը հին աշխարհում, հին Հունաստանում, ասենք, գուցե ավելի տեղեր հասնում, բայց չլինելով տպագրություն եւ այլն հրապարակավ արտասանում էին ամֆիթատրոններում եւ այլնում, տպագրության գյուտից հետո ավելի տպագրությունը եւ այլն, հիմա մի տեսակ տպավորություն է, որ աշխարհում երկիր մոլորակի վրա այլևս բանաստեղծությունը նահանջել է, նույնիսկ գրական ժանրերի մեջ, արվեստի այսպես ոլորտներում վերջին տեղն է գրավում, ասենք, նույնիսկ պիեսից, դրամատուրգիայից հետո է դրվում։ Բայց դա ասում եմ, էլի, այդպես չէ, որովհետև ցանկացած ժամանակում, ցանկացած երկրում, իրավիճակում բանաստեղծությունը միշտ պետք է ու անհրաժեշտ։ Հիմա այս մեր հատկապես վայրիվեր այդ դարում, մեր ժամանակներում, որ կրկին աշխարհ ամբողջովին տակնու վրա խառնվել է, Իդե բոլոր ժամանակներում է այսպես եղել։ Հիմա ինֆորմացիան մի քիչ ավելի շատ է, ավելի հստակ տեղեկատվություն ունենք։ Որպես պատմաբան ներողություն ասեմ, ամեն շրջանում ասել են, մեր շրջանում միշտ փոթորիկ կա, մեր շրջանում միշտ ինչ-որ խառը турբուլենտության իրադարձություններ են լինում։ Այո։ Եվ նաև այս ժամանակում։ Այո։ Մենք էլ մեր ժամանակի մասն ենք, քանի որ մեր մաշկի վրա ավելի ենք զգում։ Այս իրավիճակում հենց երբեմն առաջին հայացքից կարիք ունի մարդը բանաստեղծական խոսքի, բանաստեղծության, պոեզիայի, արվեստի, մշակույթի առհասարակ մենք բանաստեղծությունը մի քիչ ավելի լայն կարող ենք ընկալել։ Եվ դրա համար քաղաքը առանց այսպես եթե տեղայնացնենք, իր պոետը պետք է ունենա։ Իր ամեն ինչը, իր պատմաբանը, իր տարեգիրը, իր խենթը, իր, չգիտեմ, եւ այլն, եւ իր պոետը պետք է ունենա քաղաքը։ Եվ հիմա մեր ժամանակում նույնպես պոետը ապրում է, իր բանաստեղծական խոսքն ասում, չգիտեմ, ժամանակն այնպիսին է, որ քիչ է տեղ հասնում կամ լավ չի տեղ հասնում, բայց այնուամենայնիվ լավ գիրը միշտ էլ տեղ է հասնում։ Կան այսօր, չեմ դժգոհում, հատկապես սիրային բանաստեղծությունների շատ ընթերցում է, սիրում են, կամ պատերազմական իրավիճակներում գրված բանաստեղծությունը, խոսքը, կամ անկախության տոնի օրերին եղած այդպես շրջանառվում է, հիմա ամբողջ օրը մարդիկ չեն առօրից երևում պոեզիա կարդալու։ Սա է, որ ոչ թե պարտականություն, ոչ թե բան, անհրաժեշտությունը ամեն մարդ էակ աշխարհի վրա, անկախ իր մասնագիտությունից, անհրաժեշտությունը նաև պոետը։
Եվ այդ անհրաժեշտաբար եկած, այսպես Սավակյան խոսքով ասած, անհրաժեշտաբար են գալիս հիմա այդ անհրաժեշտության մեջ, նաև սա է մեր վիճակը, շատ չդժգոհենք, շատ ակնկալիք չունենանք, ի վերջո իմ հոգեկերտվածն է, այդպես ամփոփեմ խոսքս, ես այդպես եմ ապրում, բանաստեղծություն եմ գրում, ինձ ոչ ոք չի դատապարտել, պարտադրել, պոետ ծնվում են կամ եւ ես իմ գործն եմ անում, որևէ մեկին նեղանալու կարիքը չունեմ, քիչ են կարդում կամ շատ են կարդում կամ դրա համար չեն վարձատրում եւ այլն, ես չեզում մի արա, բայց չեմ կարող չանել, որովհետեւ դա իմ կենսակերպն է։ Եվ այդպես մեր ժամանակում, մեր իրականության մեջ, մեր երկրում, մեր քաղաքում ես ապրում։ Լավ, շատ լավ, པարզ է դիրքորոշումը, Ոսիկ ջան, այսպիսի ձեր խոսքի մեջ նշեցիք, որ ամեն քաղաք իր պոետը պետք է ունենա։ Առաջին հայացքից միգուցե տենց դատողություններից մեկն է, բայց ինձ համար շատ կարևոր, ինչով պայմանավորված։ Ամեն քաղաք պետք է ունենա իր պոետը, իր պոետից բացի, իր դրական եւ բացասական, այսպես ասենք, հերոսները, որպեսզի այդ ամբողջ համայնապատկերն ամբողջանա։ Հիմա բանաստեղծից հանրության, հասարակության մեջ ակնկալիքները, սպասելիքները արդյոք ավելի շատ չեն, քան մեր օրերում են, որպեսզի հերոսների եւ հակահերոսների դիսբալանսը մի փոքր կարգավորվի։ Թե նման հարց դրված չի։ Հերոսներն ու հակահերոսները այլ հանգամանքներով են պայմանավորված եւ բնական հավասարակշռում է լինում։ Բանաստեղծից մենք ավելի շատ պիտի սպասենք դիրքորոշումներ, կեցված, կորինակելի բոլոր առումներով, բոլոր հասարակության բազմաշերտ իրենց կեցվածքով, սկսած հանրակրթական դպրոցից, նախադպրոցական հաստատություններից մինչև կլաստերներ, բուհու, չգիտեմ, տարբեր միավորներ։ Մերօրյա մտավորականները, ի մասնավորի նաև բանաստեղծները, գրողները եւ խորհրդային միության շրջանինը ինչ տարբերություններ ունեն։ Ես գիտեմ, որ դուք խորհրդային միության շրջանում եւս այդ գործունեությունը ծավալել եք, շատ վաղուց շուրջ 25 տարի, 1/4 դար անդամագրված է գրողների միությանը իր բացասական դրական էֆեկտներով։ Ինձ համար շատ կարևոր է ձեր դիրքորոշումը, ձեր մոտեցումը, սկզբունքը։ Այն է բանաստեղծներից ինչ որ կա հիմա, թե նրանցից ակնկալիքն ու սպասելիքները շատ ավելի շատ են, քան հիմա արկա է։ Ուրեմն նախ ասեմ, ոչ թե ամեն քաղաք պետք է ուներ, ուղղակի քաղաքը պետք է ուներ, պոետը ասեն քաղաքի չլայն առում։ Ժամանակը նկատի ունեմ, այո։ Եվ այո, խորհրդային միության ժամանակ ես եղել եմ պատանի, իմ առաջի քայլերը հենց խորհրդային միության ժամանակ եմ արել, այսպես չափանիշները նաև մի քիչ այլ էին։ Հիմա ասեմ ձեզ, հաճախ մենք լսում ենք, բանաստեղծը թող իր բանաստեղծությունը գրի ուրիշ բան այո, չանի, լսում ենք։ հա։ Չգիտեմ, այլ բաների չխառնվի եւ այլն։ Չէ, այդպես չի։ Հոգեվորականը թող իր աղոթքն անի, չէ՞։ Այո, այդպես չի իրականում։ Բանաստեղծը առաջնորդին տրիբուն է։ Ինքը խոսափող է։ Երբ բանաստեղծը խոսում է, ուրեմն ժամանակի լեզվով է խոսում։ Ժամանակի հետ ու ժամանակի համար է հասարակության նաև տրիբուն ունե։ Մենք բան չլինենք, երբեմն մեղադրում են համեմատվելու մեջ մեծերից, որ օրինակ են բերում, բայց օրինակը պետք է մեծերից բերենք։ Թումանյանն իր ժամանակն էր։ Թումանյանն իր ժամանակի տրիբունն էր։ Հիմա մեր ժամանակում էլ մեր ժամանակի պոետն է իր չափով, իր կարողությունների սահմաններում։ Այո, ինքը դա միայն Հայաստանում չէ։ Ֆրանսիայում լինի, այո, Գերմանիայում, Եվրոպայում, Ամերիկայում, երբ եղել են համամարտկային բնույթի, երբ եղել են ցնցումային վիճակներ կամ խնդիրներ ունի միշտ հասարակությունը, այդ խնդիրներին արձագանքել, խոսել եւ առաջնային այսպես ճակատային դիրք է եկել գրողը, բանաստեղծը։ Ասենք Սարտերը գնում մասնակցում էր կանաչների երթերին, միտինգներին, խնդիրը դա էր։ հայտնի Ժան-Պոլ Սարտը։ Այո, մյուսը այնպես չէ որ միայն
Հայաստանում, որ ասում են վայ Բայց դա այդ թվում Հայաստանում չէ, Հա, մասնակցել են։ այո։ Թումանյանից սկսած, Իսահակյանից Հենց դա եմ, սկսած։ ոչ թե դա մեկ-մեկ բերում են խորհրդային, չգիտեմ, խորհրդային միությունը շատ մեծ բեռ էր դնում գրողի բանի ուսերին։ Կայսրությունները բեռ էին դնում, որովհետև գիտեին իրենք են տրիբունը։ Առաջին հերթին բառի կարող է, նաև երաժիշտը, կոմպոզիտորը, նկարիչը, միայն բանը չի։ Բայց սա է, երբ կա այնպիսի իրավիճակներ է ստեղծվում երկրում, իսկ ժամանակի մեջ 100-ամյակում հաճախ է ցանկացած երկրում ստեղծվում։ Օրինակ նույն Ֆրանսիայում դիմադրության շարժման տարիներին ոնց կարող էր գրողը, ասենք, բան լինել, մի կողմ քաշվի, հա։ Սեն Ժոմպերսը, որ ինքը նաև դիվանագետ էր, չստորագրեց կապիտուլացիան, ինքը գնաց դրսում Ամերիկայում արդեն գրեց աքսորը եւ այլն, խոսում էր, ասում էր, միայն դգոլը չէր, հա, որ կարողացավ գալ։ Այո։ Հիմա սա է, ուրեմն այդ իրավիճակներում, այո, հասարակությունը եւ ճիշտ ասում, իսկորեն մեր պոետները, մեր մտավորականները, մեր հոգևորականները, մեր չգիտեմ, խոսք ասող կամ մարդը ասում են հոգևորականը թող չխոսի, բա ինչ պիտի անի։ Այդ Սարդարապատում, մյուս տեղերում, դրանից առաջ, Սարդարապատից առաջ, հետո մեր հոգևորականները միշտ եղել են, որովհետև իրենց կարիքը եղել է։ Եթե չլինեն пассив լինեն, շատ վատ է։ Հիմա չկա իրենց կարիքը։ Հենց այսօրվա մասին եմ ասում։ Երբ երկիրը այս վիճակում է ցնցումների դու ի վերջո ունեիր երկու հայկական հանրապետություն, ճիշտ է, մեկը ճանաչված չէր, Արցախի հանրապետությունը, բայց իր բոլոր գործառույթներով մանրամասն ինքը հանրապետություն էր, այսօր չունես, մեկ հայ չի ապրում Արցախում։ Արցախում քո ստեղծած հազարամյակներով մշակույթն է ոչնչացվում, պատմամշակութային արժեքները հետն են ջնջում, ինչպես Նախիջևանում ջնջեցին։ Բայց այսօր հոգևորականը չխոսի դրա համար, գրողը, արվեստագետը չխոսի, եթե չի խոսում, ուրեմն շատ վատ է, շատերն են լուր։ Ես չեմ ուզում իրենց դատել, ես միայն ինձ կարող եմ, բայց դիրքորոշումը հայտնում ենք, որ այդպես է, անկախ ժամանակից կլինի խորհրդային միության ժամանակ, կլինի անկախության այդ շրջանում, թե ապագայում, նրա համար ես, որ գրում ես, այսինքն ես այնքան հավակնություն ունեմ որպես գրող, որ իմ մտքերը պարտադրում եմ մարդկանց, չէ՞, գրում եմ, լավ, գրում ես չես անում, բայց եթե տպագրում ես կամ կայքերում հիմա սոցցանցերում դնում ես, դու արդեն քո մտքերը պարտադրում ես, ինչպես Ռեմբոն կասեր, ես իմ մտքերը պարտադրում եմ մարդկանց, ինչ իրավունքով ես պարտադրում։ Եթե ես պարտադրում եմ, ասում եմ նայեք, միջել հավակնություն ունեմ, միտք եմ ասում խելացի, չգիտեմ ինչ, այ ձեզ վրա ազդեցություն որ թողի, ի վերջո ընթերցողը զրույց է ժամանակի մեջ, փորձում ես ընթերցողին հետ կիսվել, ասել, ինչ որ բան իրեն ասել, իրենից նաև լսել այդ կարծիքը, արձագանքը, դա է գրողի ու ընթերցողի ժամանակի ներողություն, էլի ներողություն, ես հիմա ավարտեմ այդ խոսքս, որտեղ շատ լավ հարց էր։ Սա է, որ տեղ ես հասցնում, ուրեմն դու պիտի այդ պահին էլ կանգնես, խոսես, տեղ հասցնես քո երկրի, քո ժողովրդի, քո պատմության, քո պետականության, պետության ամեն ինչի կողքին լինես, դա անհրաժեշտություն է, պարտավոր ես անկախ ժամանակից եւ այլնից։ Եվ կոնկրետ եթե ինձ հետ է այստեղ զրույցը, ես իմ իրավունքների սահմաններում որքան կարող եմ այսօր անշահախնդիր, որտեվ իմ երկրից ավելի բարձր շահ ես չունեմ, իմ անանձնական շահը, որ ամենամեծ անձնականն է, իմ երկիրն է, իմ ժամանակն, իմ պատմությունն է, մշակույթն է։ Եվ այդպես հենց սա է, որ ասում էի, քաղաք իր պոետը պետք է ունենա։ Ասենք Խենթը փողոցում ընկած գոռում է, ասում է, Խենթ բաներ ասում, մարդիկ ծիծաղում են, ժպտում են, հա, մեկ էլ տեսնում են իրականություն է կամ նույնն էլ պոետն է։ Պոետը այդ ժամանակի Խենթն է, որ ասում է, այ այսպես մի արեք, վաղն այսպես է լինելու, կարող է առաջի պահին ծիծաղելի բան լինի, բայց հետագայում սա է այդ Խենթի ու բանի պոետի կերպարը գալիս, իրար համընկնում են, ասենք վերջերս շատ կարճ ասեմ, ես գիրք հրապարակեցի, որ անդրադարձա այդ պատերազմից բանից հետո մեր էպոսի
առաջին ճյուղին հիմնարկեքն է, որ Սասունի կառուցումը որպես պետության կառուցում, այն խորհրդանշերը, որ հանում են ծովի հատակից Սանասարա, Թուրքիա ծակին Քուրդիկ Ջալալին խաչ պատերազմին եւ այլն, այսօր այդ խնդրքայլն է, որ եկեք պետություն կառուցենք, պետության մեջ ամրանանք, որ մենք մի տեսակ ասում ենք պետության բան զգացողություն չունենք եւ այլն, բայց մեկը եկել գոռում է այս մասին։ Եկեք սա է մեր ամբողջ խնդիրը, մեր տառապանքի ցավի, սա ունենանք։ Հիմա կարող է այսօր մի տեսակ պետք չլինել կամ շատերը այս հասկանում են հետո, որ սա է։ Մեկը եկավ խնդրորեն ասեց սա։ Երկու դիտարկում ձեր արձագանքի վերաբերյալ բանաստեղծը պատասխանատվություն պետք է զգա հանրության միջև տեղի ունեցող հանրության այդ անհամաձայնության, այս վայրի մրցակցության արդեն վերածված այս հարաբերությունների համար միջանձնային կամ խմբային հանրության այս ձևի համար բանաստեղծը ինչ որ պատասխանատվություն պետք է ինքն իր վրա վերլուծությամբ անցալի եւ փորձի այդ դիրքերից հանդես գալ եւ հաջորդը եղել է ինչ որ մի հատված ձեր աշխատություններում, որ չընկալված, չհասկացված լինելու վախ լինի։ Եթե այո, եղել է, դուք դրանք խմբագրել եք, թե այդուհանդերձ դրանք հրապարակման եք ուղարկել։ Եթե չի եղել, սա ինչի նշան է։ Դուք վստահ եք, որ համ գրողն է պատասխանատու վերաբերվում, համ կարդացողն ու ընկալողը արդյոք։ Այսքանը։ Շատ լավ հարցեր էին, մենք փորձենք առաջինին, որ գիտեք ինչ, նորից կարող եմ իմ ասա վիճելի համարի չպետք է զգա գրողը, պետք է զգա, այո պետք է զգա։ Գիտեք, ես էլի մեծերից օրինակները բերեմ, հայտարել եւ Թումանյանը պատասխանատվություն է իր վրա զգացել։ Մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ ժամանակի, այդ ժողովրդի ունեցած պատմության, հին քաղաքակրթության հնագույն ժամանակներից եկող այդ ամբողջը կրել է իր մեջ, իր ուսերին եւ գրել է, խոսքի ասել։ Գրել է չարի վերջը, որ թվում է դպրոցներում հեքիաթային ասում են, բայց ինչ է ասել միջև։ Այլ հարց է, ասածը տեղ որքանով է ընկալվում։ Այգեկցին գրել է գառն է այծերի նամակը գայլերին։ Մենք ինչքանով ենք դա ընկալել, ինչքանով է մեր մեջ եղել։ Այդ պատասխանատվությունը ինքը զգում է գրողը եւ ասում է, եւ չարացներ զգում է ասում իր գիրք ճանապարհիով, իր մյուս գործերով, որ մեկին ասեմ, ներողություն, մեր բոլոր մեծերը դասականները չկնախ ընտրագույն գրականություն են ստեղծել։ Մենք ընտրագույն մշակույթ ենք ստեղծել։ Լինի կերպարվեստում, լինի երաժշտության ասպարեզում, ճարտարապետության մեջ, որ մեկն ասեմ։ Այն խորհրդանացուս ասած փոքր ածու ենք, բայց մեր մեջ էլ կան հիշատակելի բաներ եւ ընտիր հիշատակելի բաներ կան։ Հիմա դա որքանով է ազդում ու տեղ հասնում։ Ի վերջո մեր մեծերը, ես այսպես մի խոսք ասեմ, մեռել են մեր ժողովրդի դարդից։ Թումանյանը 54 տարի ապրել։ Մի ջահել մարդ, նայում ես ծերունական բան։ Ինքը տառապում էր, որ չի կարողանում, այդ պատասխանատվությունն ուներ, տեղ հասցնել մարդկանց ընկալել։ 21 թվականին գրում է, ասում է Թումանյանի պես հրաշք մարդ, ասում է Իսահակյանին, այդքան ավերներից հետո ոչ ոք չզղջաց, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Զգում ես այդ արևի հայացք ունեցող Թումանյանս, որ մեր հոգևոր հայրն է։ Ինչորտեղ պատժի պատասխանատվության բան ունի, որ պատժեք այսպես չի կարելի։ Հա, այն որ խափեցին այս ժողովրդին, ավերեցին, չգիտեմ, ինչ վիճակների մեջ դրեցին։ Սա այլ հարց է, բայց ինքը պիտի ունենա այդ պատասխանատվությունը։ Եթե ինքը նորից հանդգնել է գրողի այդ պատմավոր տիտղոսը կրել, եւ ինքը իր մտքերն է ասում, նաև պատասխանատվություն ունի, հետադարձի պատասխանատվություն ունի։ Ինքը պարտավոր է գնալ նաև բարիկադի վրա զոհվել, ինչպես եղել են շատերը։ Չարենցն էլ բարիկադի վրա զոհվեց, Թումանյանն էլ իր թերևս հիմա կասեն անկողնում մահացավ, հիմա չէ, բարիկադի վրա էին։ Մեր բոլոր մեծերն են եղել։
15 թվականի ցեղասպանության զոհմեր մեծերը Վարուժանը Սիամանթուն Ռուբեն Սևակը որ մեկին ասեմ բոլորը բարիկադի վրա էին Եվ երիտասարդ տարիքում, չէ՞, այո բոլորը։ այո այդ հանճարեղ Վարուժանը 31 տարի ապրել Ռուբեն Սևակս որ մարդկային հագուն ազնվականության տիպար է ինձ համար եւ իր պոեզիայով եւ իր մարդկային կերպարով բժիշկ չէ։ Այո, թուրքի փաշայի աղջկան է փրկում եւ բայց այդ թուրքը իրան մահվանի ով արկում։ Գոնե կյանքի դիմաց ասեր ազատում եմ, լավ չխորանանք էլ։ Սա է, այդ պատասխանատվությունը պետք է զգա։ Ժամանակը ծնում է մարդկանց ամեն մեկի ուսերին դնելով պատասխանատվություն։ Գրողի ստեղծագործողի այն որ տալիս է, միայն գրողը չասենք, նրա ուսերին ավելի պատասխանատվություն է դրված։ Ինքը չպետք է հրաժարվի դրանից։ Եթե կա, թող գնա նահատակ լինի։ Սևակը ի վերջո ժամանակի նահատակն էր։ Հիմա կարևոր չի պատահականություն էր, թե միտումնավոր էր վթարը։ Իհարկե։ Նրան արդեն 2 տարի առաջ սպանել էին ու սպանում էին։ Երկը փակելով եւ այլն։ Շարունակվում էր սպանությունը։ Պայրուս Սևակը իր գաղափարի համար ինքը նահատակվեց։ Նահատակը հանուն գաղափարի զոհվածն է։ Այս է Ինչ աներ Պայրուս Սևակը, չգիտեմ ինչ էր անել հարմարվեր, ինքը գիտեր կոնֆորմիստ լիներ գնար։ Չէ, պատասխանատվությունը գիտեր։ Ինքը կարող էր բանի ժամանակ կյանքում երկրորդ քարտուղան ամենավերջին հայվանք տալ եւ հարմարես ինչ է կանում։ Սրանք էին ինքը իր Աստծո կողմից իր ուսերին դրված պարտականությունը մեր մեծերը լիարժեքորեն կատարել են եւ մենք կանգ ապրում ենք այսօր հենց իրենց շնորհիվ առաջին հերթին ոչ միայն իրենց շնորհիվ բոլորի եւ որմնադիրի եւ սերնացանի մշակի եւ հավաքարարի որ մեր ոտքի տակի շատ ներողություն տեխն եմ ակրում Իսկ ներողություն, որ ասում եք ժամանակը իր ամեն ժամանակահատված իր մեծերին Ես ձեր երկրորդ հարցին մոռացա շատ հետաքրքիր էր մի հատ խնդրում եմ հիշեցրեք բաններ Եղել է ինչ որ հատված, որը վախեցել եք, մտավախություն եք ունեցել։ Դա շատ լավ հարց է, դա չպետք է մտավախություն ունենաս։ Գիտեք ինչ, առհասարակ բանը արվեստը ստեղծագործությունը ինքը խիզախելու տարածք է։ Ասում ռիսկային դու պետք է համարձակված ռիսկ ունենաս անես։ Անկախ նրանից կընկալվի թե չընկալվի։ Դու եթե ընկալվում ես, այո, հիմա դու չպետք է նայես, ասես, վայ, ես մի միտք ասացի, կարող է Դե այդպես լեն մեր մեծերը չէին ստեղծագործել։ Հենց նույն մենք հիշեցինք Պայրուս Սևակին, Չարենցին, Թումանյանին, եւ այլն։ Դու պետք է ասես առանց բանի վախենալու կամ մտածելու հետադարձից անգամ մտածելու որ ընթերցողը դա ինչպես կընդունի կամ կընկալի ինքը հետո կարող է գալ իհարկե ես չեմ ասում չգիտեմ այնպես ահավոր բաներ կամ շատ նրբություններ կա այդ որ պիտի պատասխանեմ վուլգարություն չգիտեմ ինչություն բայց ամեն ինչն էլ իր եթե արվեստով ես մատուցում մշակույթով ես մատուցում մենք գիտենք գրականության արվեստում ամբողջ աշխարհում դա նորմալ տեղ է հասնում Ընկալումը կարող է մի քիչ բարդ լինել եւ բայց այս է դու պիտի խիզախես ես էլ եմ շատ տեղերում խիզախել որոշ բաներ վերցրել օրինակ չգիտեմ աշխարհի արարումը սերային բանաստեղծության եմ վերացել դա համարձակության բան է եւ շատ լավ ընկալվել կարող է եւ չընկալվել կամ փրկի Լեռան Քարոզը նորից ասենք նույն որովհետև գիտեմ բանը համարձակվել էր նկարել Լեոնարդո դա Վինչին խորհրդավոր ընթրիքը այո մյուսները այդպես ասենք գալիս է գրականությունից համաշխարհային մշակույթ պետք է խիզախել տեսեք ամենամեծ խիզախությունը Միքելանջելոն ինչ արեց ինկվիզիցիայի դարաշրջանում Դավթին Աստվածաշնչյան բոլորովին մերկ քանդակեց դրեց ընդամենը նրա վրա կար իր պարսատիկը որով Գողիաթին սպանեց եւ դարձավ համաշխարհային այո ծայրից այլ մերկ մորը մերկ այդ ինկվիզիցիայի շրջանում այդ որ որևէ մեկը չեկավ ասեր այս ինչ անառակ քանդակ ես արել
ասենք բոլոր ամոթալի տեղերը ցցուն կերպով քանդակել են։ Այո, ընդգծված էր։ Եթե Դավիթ Միքելանջելոն մտածեր, վայ, կարող է հանկարծ ինձ ասեն, ես ինչ ես արել, գոնե Մի քիչ վարտիկով։ ավելի հեռու գնան վնասեն իրան, չէ՞։ Հա, բայց սա է հենց։ Սա է որ մարդը եկավ խիզախեց ու հաջողեց։ Հա, ոչ ոք չասեց, ես ինչ ես անում այ մարդ։ Կամ մեր նկարում են, կամ բաց գեղեցիկ տեսարաններ, օրինակ մեր Դանիել Վարուժանը հեթանոց երգերում իր չքնաղ կերպով։ Այս ամբողջը բայց պետք է կարողանաս արվեստով մատուցել։ Կա նույն քանդակը կարող է մեկը ես իմ ինչ լք ձևով աներ, շատ վատ։ Հակառակ, այո։ Սա է, դու ամեն ինչ արվեստով իր գեղագիտության մեջ դա է հանճարեղության, հանճարի կամ բանի տարբերություն։ Ուրեմն խիզախել է պետք։ Ու չմտածել։ Միքելանջելոն չմտածեց ինչ կանեն իրեն։ Գուցե մտածեց, որ կարող է իրեն ինկվիզիցիայով դնեն հրկիզեն։ Բայց արեց մարդը։ Եվ հասկանալի է ձեր դիրքորոշումը։ Հիմա ես այսպիսի մի բան ասեմ։ Բանաստեղծը իր գործունեությունը իրականացնելու, ծավալելու ընթացքում պետք է հանդիպի այսպես ասեմ, որ ճիշտ ընկալվի։ Պետական ուղղորդում չասեմ, բայց այն քաղաքականությունը, որը տվյալ պահի ղեկավար անձինք իրականացնում են եւ ճիշտ են համարում։ Այսինքն բանաստեղծի անկախությունը, բանաստեղծի ոչ կաշկանդվածությունը, անկաշկանդվածությունը ինչ աստիճանի պիտի լինի։ Մենք ունեցել ենք պատմության մեջ եւ հակառակ կողմը եւ մյուս կողմը։ Մենք գիտենք օրինակ, որ ինչպիսի վերաբերմունք ունեին նմանատիպ հարցերին, օրինակ նացիստական ղեկավարները։ Գիտենք Գեբելսի ինչպիսի վերաբերմունք ուներ դրանց։ Մենք ունեցել ենք դրանից հետո օրինակ, մասնավորաբար դրան զուգահեռ Խորհրդային Միության իշխանությունը, ով որ ինչ որ չափի հնարավորինս խրախուսում էր, ճիշտ է, բանաստեղծական աշխատանքը, միգուցե քաղաքական երանգներ կային, նրբերանգներ կային, որոնք սահմանին չպիտի մոտենային, ինձ կհուշեք դուք ձեր խոսքի ընթացքում։ Մերօրյա ղեկավարները, մերօրյա ոչ այդ թվում նաև քաղաքական այդ ոլորտի պատասխանատուները պետք է ինչ-որ ազդեցություն ունենան դրական իմաստով, դրական երանգով, ուղղորդեն նրանց, ճանապարհները հարթեն, խոչընդոտները կարողանան վերացնել, որպեսզի մարդու գործունեության դաշտն ավելի մեծ լինի։ Բոլոր կրթական, ուսումնական, հանրակրթական բլոկներում ինտեգրված, ներառված լինեն, որպեսզի իր կնիքը մնա նոր ձևավորվող քաղաքացու վրա։ Սա իմ հարցի մի մասը եւ հաջորդ մասը դուք ձեր գործունեության ընթացքում հանդիպել եք այնպիսի մի խոչընդոտի, որը էականորեն բեկումնային փոփոխության է ենթարկել ձեր հայացքները, պայմանավորված նրանով, թե ինչպիսի շրջանում եք ապրում։ Ինչի եմ հարցնում։ Դուք ձեր խոսքի ընթացքում ասեցիք, տվյալ ժամանակահատվածում մենք մեծեր էինք ծնել ու հարյուրաբազմաթիվ մարդկանց անուններ նշեցիք։ Միգուցե մեր ժամանակաշրջանն էլ սա է, դեռևս մենք մեծերին չգիտենք, նրանք կան, մեր կողքին ապրում են, իդեմս ձեզ, թող ուրիշ ձև չհնչի, եւ նրանք սա էլ պիտի ասեմ, բայց ներողություն, իրենց ապրելու ժամանակահատվածում չեն գնահատվում այնպիսին, ինչպիսին որ պիտի իրականում գնահատանք լիներ նրանց նկատմամբ, ոնց որ շատ ու շատ մեծերի նկատմամբ։ Նրանք իրենց կյանքից հետո են վերհանվում նրանց աշխատությունները, դարձվում գոհարներ, կոթողներ եւ նորից վերատրամադրվում, այսպես ասեմ, սերունդներին։ Հնարավոր է նման բան։ Շատ լավ, հիմա փորձենք առաջին հարցին, որ հարցին պատասխանենք, երկուսն էլ շատ հետաքրքիր լավ հարցեր էին։ Նայեք, պետք է ժամանակը ուղղորդի գրողին եւ այլն կամ գրողը տուրք տա, սա ինքը եւ իր մեջ ունի որոշակի դրական հատկանիշներ, հիմնականում մեծ հարմա բացասական։ Գրողը ինքը ստեղծագործող անկախ պետք է լինի։ Ինքը նաեւ լինի այն տրիբունը թելադրողը, հայացք, մտածողություն ձևավորողը։
ոչ թե ինքը նայի, ասենք պետական կառավարման համակարգը ինչ է իրեն թելադրում, ուղղորդում, այդպես եղել են կայսրություններում, Խորհրդային Միության կայսրությունում կար միության մեջ ֆաշիստական Գերմանիայում կամ չգիտեմ հին Հունաստանում եւ այլն նրանք այդ ճանապարհով ուղղորդում էին կար Խորհրդային Միությունում ցանկալի խրախուսելի գրականություն մշակույթ կար ոչ ցանկալի, բայց հանդուրժելի եւ կար արգելված։ Հիմա սա էր։ Նայեք, չէ, չպետք է ստեղծագործ, ինքը ազատ պետք է լինի ստեղծագործողը, բայց կա նաեւ, եթե որոշակի պատվերներ, դա այսօր կարող են պատվիրել իշխանությունները իրենց մտածողության, որ փորձում են, ասում են մենք ֆինանսավորելու ենք այն մշակութային նախագծերը, որոնց մեջ չկա վրեժի բորբոքում եւ չկա պատերազմի կոչ եւ այլն կամ պատերազմ չի հրահարում։ Հիմա եկեք հասկանանք դրանք որն է համարում, ոնց չէ, այսինքն որոշակի չափանիշ անգամ 25 թվականին մեր երկրում է դրվել։ Դա շատ վիճելի ու բան է։ Այո, հստակ ցենզ կա, չէ՞։ Այո, դա ցենզ է։ Այո։ Նախ մենք չունենք այդպես վրեժ բորբոքող, բան, պատերազմ հրահարող ստեղծագործություններ, անկախ նրանից լինի գրականություն, կերպարվեստ, երաժշտություն, թեատրոն, տեսեք, սա։ Բայց կա նաև, ասենք, որոշակի բաներ պետք է լինի, օրինակ, եթե այն բանը կա, որ գրողին իսկապես դուր գա, զգա ճիշտ է, չէ՞ որ մեր գրողները, աշխարհում գրողները եւ արքաներ են փառաբանել, ու ճիշտ ասենք եւ ժամանակի մեծերն են փառաբանել, ասենք լավ վերաբերմունք որքան հիշում եմ ստեղծագործություններից, ասեմ կապիտանի աղջիկներ Պուշկինն ունեցել է Եկատերինայի նկատմամբ եւ այլն, հա, բան է, տեսեք 1941-45 թվականներին, երբ սկսվեց երկրորդ աշխարհամարտը, մեզ մոտ եղավ պատվերի նաեւ բան պատվիրեցին, էլի շատ բան էին պատվիրում։ Այսինքն մեծ հայրենականի սկզբից սկսած այդ պատվերը։ Օրինակ Դերենիկ Դեմիրճյանին պատվիրել են, ֆինանսավորել է գրի Վարդանանքը։ Մենք շահեցինք, չէ՞։ Ուղիղ։ Պապ Թագավորը գրի Ստեփան Զորյանը։ Մարդիկ մտահոգվել են պատերազմի ինչ ստեղծագործություններ տանք, որ ոգեշնչի մեր մարտադաշտում կռվող զինվորին, մեր ժամանակին եւ կանչել, պատվիրել, վճարել են, մարդունասել են գնագրի եւ մենք ունեցել ենք այդ հրաշալի վեպերը, պատմավեպերը։ Շատ լավ բան է։ Ես նաեւ այդտեղ կա, բայց կարող են նաեւ պատվիրում էին, չէ, գնա այս արա այնտեղ չգիտեմ ինչ պրոլետարական շինարարություն եւ այլն կամ այս ուղղությունը տար, այսպես է, բայց անկախ ամեն ինչից, ես որ լավ, ինձ հետ է զրուցում, քիչ առաջ որ խոսացի այդ էպոսի հիմնարկեցին բանին մոտենա, ես ինքս եմ նստել, հարել պատերազմից 20 թվականի անմիջապես հետո, 21 թվականի փետրվարից, որ մենք ինչու պարտվեցինք, ինչու այսպես եղավ, որովհետև մենք չունենք կայուն պետություն ու պետականություն, խարխլված էր եւ այլն ու ես։ Դա։ Բայց ճիշտ կլիներ, որ ասենք, լավ, պետությունը ԿԳՄՍ նախարարությունը կանչեր նման պատվերի չասներ, ասել, դե այս վիճակն է, այսպեսի մեծ ստեղծագործություն ես տվեք, որ կարող են դպրոցներում էլ դա երեխաները պատանի տարիքից, ես իզուր չի որ պատաններ եմ ուղղել այդ նկարազարդը, Հրանտ Թադևոսյանի նկարազարդը, ի սկզբանե գա մարդու մեջ, որ ամեն ինչից բարձր իր պետությունը, պահել պետականությունը, որպեսզի դու չկորցնես այն։ Կամ ասենք որևէ հրատարակիչ կանչեր հրատարակություն, ինձ ոչ ոք չի պատվիրել, ոչ ոք չի արել, ես էլ շատ ծանր ֆինանսական վիճակում պատահում էր գրելուց էլ ծխախոտը, այսպես ասած, նիսիա էի վերցնում, ապառիկով էի վերցնում խանութից, գրում էի, աշխատում էի։ Սա է որ կարող էր այդպես լինել։ Ասենք, դες պետության այդ հայացքը պետք չի, բայց ինքը պետականության։ Եվ հիմա էլ տպվել չել իրենց պետք չեն, ոչ ոքի պետք չի, չգիտեմ, գուցե ինչ որ այդպես մոռացվի անիրավի գն։ Բայց սա է որ կա եւ լավ դիրքորոշում կարող է լինել օգտակար լինել ստեղծագործողի համար
նկարչի գրողի, Այո։ կա եւ հիմնականում բան կարող վնասել, բայց այնուհանդերձ պիտի ստեղծագործողը ազատ լինի։ Ինքը գրի այն, ինքը լինի թելադրողը, ինքը լինի տրիբուն։ Ես տեսա թելադրող չկա, ներողություն եմ խնդրում, ես ինքս իմ ստեղծագործությամբ, երբ արև էին արքաները, փորձեցի թելադրել, բերել, ցույց տալ, որ Ժորժան, էսա պետք մեզ։ Որտեղ մեր գրականության մեջ էլ գրեթե չկա պետականաշեն շեշտադրումներով ստեղծագործություն։ Սա է, որ ինքը պիտի նաև անի, որտեղ ժամանակ են որոշել, կողմնորոշել ապագանու ընթացքը, շատ ստեղծագործողներ շատ երկրներում եւ հիմնականում այդպես է եղել, որ ուղղորդել են, նույնիսկ նրանցից սովորել են պետական գործիչները եւ այլն։ Ճիշտ մշակույթից ճիշտ դաստիարակում է ճիշտ պետական գործիչ։ Իհարկե մենք ունենք լավ մշակույթ, բայց ոնց որ թե այդքան մեզ վրա այդ առումով աշխարհում էլ լավ կան։ Ասենք Շեքսպիրն է, մյուսն է, հիմնական մշակույթով։ Հերիք էր, որ աշխարհում բռնապետներ չլինեին։ Իհարկե։ Հա, կամ այսօր չգնային, ասենք մանուկների սպանեին եւ այլն, ոնց որ մենք տեսել ենք Գազայում, Իրանում եւ այլն։ Հա, բայց փաստորեն երբ գալիս է վայրենության պահը, մշակույթը ոնց որ թե լռում է։ Հա, բայց մշակույթով պետք է նրանք ապրեին։ Այդ մարդիկ կային, գուցե կարդացել են, բայց չի ասել, այստեղ է հակասությունը, որ գալիս է լավ, ինչու էլի աշխարհն ունի հրաշալի մշակույթ, հրաշալի գրականություն է, ինչու են վայրեններ ծնվում ամեն օր մարդասպաններ ու մանկասպաններ եւ նրանցից շատերը պետությունները ղեկավարում, եկեք անկեղծ խոսենք։ Էս ինչ է կատարվում։ Ուրեմն հիմա ես չգիտեմ, մշակույթը կատարում է դեռ թե չէ։ Կատարում է երևի փոքր մարդկանց շրջանակում, փոքր շրջանակում, հիմքով որ մենք դրան դեմ ենք, նորից խոսում ենք, որ մի մրջուն չենք տրորի, հանկարծ պատահաբար, վայ, ես ինչ արեցինք։ Երկրորդ մասը ձեր էլի շատ հետաքրքիր էր հարցը։ Երկրորդ մասի հարցը վերաբերում էր նրան, որ դուք որևէ խոչընդոտի կամ բանի հանդիպել եք, որը կարողանա բեկումնային փոփոխություն մտցնել ձեր հայացքներում։ Գիտեք, չէ, բեկումնային փոփոխություններ ոչ թե, այլ բեկումնային ընթացքներ կարող է որոշել, ասենք, մեր ապրած կյանքը, ժամանակը։ Հիմա այսպես է, ես այն ստեղծագործողներս եմ, նաև այն ստեղծագործողներին եմ, ասենք, ինձ համար ավելի բան է, որ անմիջապես ժամանակն են ներկայացնում, արտահայտում եւ մատուցում։ Ես պատանի, ես չգիտեի, որ Արցախյան ազատամարտ է լինելու, երբ 10-րդ դասարանում իմ առաջին բանաստեղծությունը կայծ վռնագրով տպագրվեց 1985 թվականներ ավանգարդ թերթում, ինչ է գալու մեր գլխին 88 եւ այլն։ Այս բեկումնային ես կողմնորոշել տանել կամ երկրորդ պատերազմը այսպես ահռելի Արցախյան կորուստը եւ այլն, հա, այդ մեր զոհերը, որ անverջ կա, ես չգիտեի, որ մի օր գալի եմ հոգեհանգիստ վերնագրով բանաստեղծություն գրեմ, դեռ առաջի պատերազմի ժամանակ հոգեհանգիստ Թումանյանն է գրել հրաշալի, շատ մեծ գործ է դա, ահավոր մեծ, ես չգիտեմ, այդքան տարածված չի մեր ժողովրդի մեջ երևի, բայց կարիքը եղավ, որ ես էլ գրեմ, մյուսներն էլ գրեն, նկարեն, երաժշտություն ստեղծեն։ Սա է բեկումնայինը, իսկ ունեց չի եղել կամ եւ չէր կարող լինել ժամանակի պարտադրանքով ուրիշ ձևով ասենք վերևներից ինձ ոչի չի անում մեկ որ ինձ ասում են ասում եմ ես պատվեր չեմ ընդունում բայց քիչ առաջ ասացի եթե այնպեսի առաջարկը ինձ հարազատ լինի եղել է առաջարկել են այս թեմայով ասում եմ շատ հարազատ է ինձ կգրեմ այն թեմայով բան հիմնական հրապարակախոսական ժանրում արել եմ սա է չի այդպես չի եղել բեկումնային ժամանակը կարող ասենք քո ընթացները տանել ասենք ես այդ գործը որ քիչ առաջ էլի խոսեցի երբեք չէի գրի եթե 20 թվականը մեր պատերազմը չլիներ էպոսին չէի անդրադառնա հիմնարկեքին հատկապես առաջին ճյուղին տեսեք 20-ը հետաքրքիր է էպոսին անդրադարձը վերջի ճյուղին փոքր մերի ճյուղին 1920
հայլի առաջի պատերազմից հետո Արցախյան 90-ականներին եկավ առաջ մերը ագրավակարից դուրս եկել ազատագրում է։ Հիմա ես հասկացա, այդ պահը եկավ, որ չէ, Սանասարն ու Բաղդասարը պետություն կառուցող պիտի կան։ Սա էր նաև մտածողության, որ կարող է քեզ լինի բեկումնային, բերի, եթե այդ իրադարձությունները չլինեին, ասենք առաջին պատերազմը հերի կերպարն այդպես փոքր չէր գա, երկրորդ այս պատերազմը, որ արդեն բոլորովին հակառակ էֆեկտ ունեցավ մեր մեջ 180 աստիճան ժամանակ հաղթեցինք, հիմա այս պարտվելը մի քիչ ճակերտների մեջ եմ ասում, պարտվելը չեմ ուզում երկար բացել ճակերտները ինչը սա չէի գրի, այսինքն բեկումնային որոշում է ժամանակը, իսկ այնպես բաներ, պարտադրանքներ, որ կան, չէ, ու ես դեմ եմ, չեմ, ուղղակի չեմ անի եւ վերջ, ունեմ բնավորության սկզբ, շատ փափուկ մարդ եմ, շատ զիջող, ներող եւ այլն, բայց ունեմ ես կյանքում սկզբունքներ, որ ինչպես ասում են, կող ունեմ, հայի, չէ, վերջ։ Երևի ամփոփիչ հարցեր տամ, ինձ համար շատ կարևոր եւ կուզենայի դրանց պատասխանները ձեզնից լսել։ Սիրով, շատ լավ են հարցերը, իդեպ ասեմ, շատ ոգևորված սիրով պատասխանում եմ։ Նախ առաջինը, կուզենայի, որ Հուսիկարան մեզ լուսաբաներ, լուսավորեր նաեւ։ Պոեզիան կարող է բարոյականության նկարագիր սահմանել եւ երկրորդը ըստ բանաստեղծի որն է մեր ժամանակահատվածում ապրած բարոյականության չափանիշը, ինչով պիտի առաջնորդվի մարդը, հավատքով, մոտեցումներով, համընդհանուր հայացքներով, որպես բանաստեղծ։ Խնդրում եմ արձագանքեք։ Ուրեմն այդպիսին, որ ինքը սահմանի չափանիշներ, գիտեք ինչ, չէ, ոնց որ ասում են գրականությունը դաստիարակի եւ այլն։ Առաջին հերթին մենք ասում ենք չորուցամակ չէ, բայց գրողը իր վրա արդեն դառնում է այդպեսին։ Ինքնըստինքյան սահմանվում է։ Հենց ինքը իր կերպարով մարդարածը դառնում արդեն սահմանված, ասենք այդ չափանիշները եւ բարոյականության եւ հայացքների եւ այլ ինքը որ կրում է արդեն պոեզիան գրականությունը իր մեջ ինքը դառնում է այդպես բայց այն էլ չէ էլի որ տերթոդիկի պես նստես ու այսպես արա այնպես արա բայց արդեն կարող է իր մեջ այնպես է որ այսպես լինում է ասենք մենք քիչ առաջ Թումանյանի այս շատ հայտնի որտեղ այսօր ճարի վերջ հիշեցինք այ ոչ թե Թումանյանն ասում է եւ այլն դասը տալի այ այդ ամբողջը հասկացող գրողը ինքը հիմար կկու արդեն դադարում է լինել բայց այնքան էլ լավ չենք գրել որտեղ մեր Թումանյանից հետո մենք հաճախ ու երբեմն հիմար կկու ենք եղել նորից ինչեւ չենք սերտել էլի դասը հա ինչեւ ասել հիմար կկու ենք դեռ հա սա է որ ինքը ոչ թե պետք է չոր կանոններով ասած ոչ մեկ չի բանանի այն մտնում ես իր մեջ ինքը դառնում է քո ներաշխարհը կառուցվածքը դու հենց այդպես լինում ես արդեն այսինքն պարտադրության տենց վարչահարամայական նորմ չկա դու պիտի դրա կարողը լինես հենց կրելը արդեն նորմ է ինքնին հա իսկ բանը դեք բոլոր ժամանակներում էլ կան չասեմ ստանդարտ եւ այլն ճիշտ է ամեն ժամանակում տասնամյակում փոխվում է օրինակ ես որ հիմա նայում եմ 80-ականներից եմ սկսել պատանի դեռ դպրոցական 11 տարեկանից այդպես ստեղծագործել եմ դպրոցական բայց որ նայում եմ չափանիշները գրականության պոեզիայի իմ ապրած ժամանակում մի 2-3 անգամ փոխվել է բարենորոգվել կա ու նայում եմ ինձնից առաջ սերունդին հետաքրքիր է խորհրդային միության միջև 90 թիվը նույն պոետն է նույն գրողն է գրել է այսպես մի քիչ բայց փոխվել է չափանիշների առումով ասենք ավելի խորհրդային միության վերջին տարում ավելի բարձր էր նշաձողը պատկերի ընկալելու հասկանալու հա մի քիչ ավելի բարդ էր որտեղ հատկապես ես
փորձել եմ ճիշտ ճանապարհից շարունակել, որը ասենք շարունակել է Պարուր Սևակը։ Պարուր Սևակից հետո շարունակել են մեր 60-ականների հեղափոխական սերունդ համարվող, ամբողջ աշխարհում մշակութային հեղափոխական սերունդ համարվող գրողները, որոնց մի մասն այսօր ավագագույնն է ապրում է, մի մասը արդեն լուսահոգի է, այսպես այս չափանիշները որոշակի փոփոխության են ենթարկվում։ Դա դրա մասին չի, բայց կան մարդու էությունը ներաշխարհը բնորոշող հայացքներ, երևույթներ, որը մարդը արած աշխարհի առաջին օրից դեռ որ չեր էլ բառերել չկար, չէր կարողանում ձևակերպել, ինքը զգում էր լույսը, արևը, սերը, հավատը, հույսը, հայրենիքդ սիրելը քո տարածքը, քո ընտանիքը, քո մերձավորին, այս ամենը դրանք մարդու հոգեկերտվածն էությունն են։ Տիեզերական այս ամբողջ ընթացքի մեջ տիեզերքից եկած մարդը տիեզերական ծնունդ է նաև։ Ինքը իր մեջ կա այդ տիեզերական ամբողջ բանը, հոգեկերտվածքը դրված է, մարդը տիեզերքի փոքրիկ մոդելն է, ամեն մարդ իր մեջ տիեզերք է կրում։ Այդ ամբողջը չի անցնում, մի քիչ արտահայտման, ես այսպես եմ խոսում, արտահայտվում, նույն երևույթ դուք այսպես, ամեն ժամանակում այդպես, բայց այդ հիմնական թաղանթը, հիմնական հատկանիշները, իրենք գրեթե մշտապես մնում են, որ այսօր մեզ երբեմն ասում են հաճախ փոխվեք, ուրիշ կերպ դառեք, ձեր ինքնությունից հրաժարվեք, նոր ժամանակի նոր պատմության մեջ, ընկեր ջան, դու ուղղակի պարզունակ ես դատում, չես կարողանում մարդկային հոգեկերտվածքի հետ հաշվի նստել։ Իմ ինքնությունը, իմ էությունը, որպես հայ մարդ, այն մեկը որպես գերմանացի իր տեղում, այն մեկը ֆրանսիացի, այն մեկը չգիտեմ թուրք, այն մեկը ազերի, ամեն մեկն ունի իրենը։ Դու հիմա իմ հոգեկերտվածքից, եթե ես հրաժարվում եմ, ես դառնում եմ ուրիշ մի բան, ոչ թե մարդ, այլ մի բան։ Հիմա ես ոնց դառնամ ուրիշ մի բան, այսինքն բույսի վերածվեմ, իմ ազգային խորհրդանիշը, իմ սրբությունը, որ եկել է հազարամյակներով իմ Արարատ լեռն է, հայ ժողովուրդը Արարատ լեռան շուրջն է, դեռ որ սրբազան լինելուց զատ, աստվածաշնչյան սրբազան եմ ուզում ասել, կա մեր գողթան երգերից է գալիս, արտավազդին տարան գամեցին, շղթայեցին Արարատի մասիսիվը, չի ասում, բայց չի շավես Արագածը կամ Աժդահակը կամ մյուսը կամ չեմ սիրում։ Ինչ չեմ ուզում այդքան մանրամասնել, այսինքն կան այդ հոգեկերտվածները մարդկային, որոնք մարդուն այնքան բնորոշ են, իր արյան գույնն են։ Մեր արյան գույնը բոլոր մարդկանց այդպես է։ Ասենք չկա էլի, որ արյան գույնը դեռ մարդարարածի լինի կանաչ կամ կապույտ, թերևս ասում են կապույտ արյուն փոխաբերական իմաստով, այո, ազնվական արյուն, սա է, մուգ կարմիր է մարդու արյան գույնը։ Հիմա ինքը չի կարող փոխվել, անկախ նրանից հայ է թե չինացի, կարող է մի փոքր տարբերություն լինել, ինչպես ամեն մարդու, դա սա է, սա չի կարող փոխվել ու միշտ ինքը այդպես եւ պոեզիան է արտահայտում եւ մշակույթը, ես չգիտեմ, ոչ շեղվեցի հարցից, չէ, մոտավորապես սա է, որ ինքը ոչ թե պարտադրանք, այլ տալիս է, կա ու ամեն ժամանակում, ամեն մարդ ինչպես ինքը զգում է, արևի ջերմությունն էլ ամեն մեկս մի կերպ են կալում եւ արտահայտում։ Ճիշտ է, բոլորը ջերմացնը նույն բան, բայց նրբերանգներ կան։ Ժամանակների մեջ այդ նրբերանգներով արտահայտվում են, բայց իրենք հիմնական էությունն են, միջուկն են, ատաղձն են մարդու, այդպես է։ Շատ բարի, շնորհակալ եմ, հարգելի բանաստեղծ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հուսով եմ ձեզ շատ ավելի շուտ կտեսնենք մեր եթերում, մեր ձեր դիտարկումները, նկատառումները կներկայացնեք մեր հաղորդաշարի շրջանակում։ Ես էլ եմ շնորհակալ, եթե մեր զրույցով կարողացա ինչ-որտեղ օգտակար լինել, ինչ-որ կիսվել մեր դիտորդի հետ լավ տրամադրություն, ապա ինձ լիովին, այսպես ասած, վարձատրված եմ զգում։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, Կոմպաս ուսմորալից հաղորդաշարի հյուրը հայտնի բանաստեղծ Հուսիկ Արանն էր։
Շարունակեք հետևել մեզ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։